Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժը ունի վարչապետի թեկնածու, որի անունը կհրապարակվի փետրվարի 12-ին կուսակցության առաջին համագումարի ժամանակ։ Ես ուզում եմ հայտարարել, որ փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք ռեալ շանս չունեն անցողիկ շեմը հաղթահարելու համար, Նարեկ Կարապետյանը խորհուրդ է տվել դրսևորել պետականամետ մոտեցում եւ չմասնակցել առաջիկա ընտրապայքարին։ Կարապետյանի կարծիքով իշխանության ու ընդդիմադիր դաշտի ձայների տարբերությունը քիչ է լինելու ու անգամ 1% ձայնը կարող է որոշիչ լինել։ Իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Կարապետյանը չի բացառել, որ իրենց թիմում կարող են լինել նախկին բոլոր իշխանությունների հետ աշխատած մարդիկ։ Իրենք նախկին ներկա չեն անում, այլ պայմաններով են թիմ հավաքում։ Կարևոր նախապայմանը մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալիզմ։ Մենք 50 միլիոն չենք, որ ընտրենք, թե չունենք այդ մեծ ընտրությունը, մեր հասարակությունը, որ իրար մոռանանք։ Ադրբեջանի հետ առևտուր կանի ընտրություններում հաղթած նոր ուժը, եթե կարողանան հասնել էժան նավթից ու գազից էլ կարևոր հարցերի լուծմանը։ Մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսականը, մենք ունենք առաջնային գերիների հարց, առաջնային մեր հայրենիքի այն մարդկանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, իրենց անվտանգության մասը, հասկանում եք ում մասին է խոսքը։ Կան հարցեր Ադրբեջանի հետ։ Նավթը, գազը հնարավոր է իրար հետ աշխատել միայն այն պարագայում, եթե հայկական ապրանքներ գնալու է Ադրբեջան։ Պետության վերջին շաբաթների ամենաաղմկահարույց թեմայի մասին է խոսել Նարեկ Կարապետյանը՝ միլիարդավոր պարգևավճարների, որ ստացել են պաշտոնյաները մի երկրի, որի բնակչության 20%-ը աղքատ է։ Պարգևավճար ստանաս, քո բնակչության 20%-ը աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք, ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ Այսօր 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։